Նիկոլ Փաշինյանի պարագայում 100%-ով կիրառելի է գողը ամենաբարձրն է գոռում գողության մասին եւ ասում, որ բռնեք գողին։ Իր պարագայում մենք գործ ունենք շատ խոշորամասշտաբ թալանչու հետ, տարբեր գնահատականներ կան, 80-ից 100 միլիարդ դոլար գնահատվել է Արցախը, որը ինքը վաճառել է բառից բուն իմաստով Պրահայում, Ադրբեջանին։ Իշխանափոխությունից հետո մենք բնականաբար հետաքննություն ենք անելու եւ իրավապահ մարմինների հետ ամեն ինչին Չակերտավոր թե բառի բուն իմաստով։ Չգիտեմ, հերձումը ցույց կտա, քաղաքական փոփոխությունից հետո քաղաքական հերձումը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք հիշում ենք, թե ինչ առաջարկներ են եղել մինչև այդ գումարային եւ քանի որ մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը փողով հոդված գրող շանտաժիստի մեկն է, ինչի պետք է ինքը հայկական ժամանակի կամ ավելի ճիշտ թուրքական ժամանակի իր թերթոնի մոդելը չտեղափոխեր պետական կառավարման համակարգ, մանավանդ ինքը հենց նույն ընտանիքապետության տրամաբանությամբ էլ կառավարում է։ Ուրեմն նախ 100 միլիարդի վնաս է տվել հայ ժողովրդին, թալանել է հայ ժողովրդին Արցախը հանձնելով։ Բացի այդ, 8 տարվա մեջ 8 միլիարդ դոլարով ավելացրել է պետական պարտքը։ Ինչ է արել։ Դա փաստ է։ Ինչ է արել։ Իր պահպանման ծախսերը վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերը 60-65 միլիոն դոլար են։ Հələ բազոպատիկ 8 տարվա 400-500 միլիոն դոլար փող են վատնել, ընդ որում փակ տողերով, գաղտնիության գրիֆի տակ մարդիկ չգիտեն ինչ են անում։